Օրելիես մարքեթինգի եկել է դա եղել է ասում վիդեո նկարիքների։ Այսօր կպատրաստենք երկու կոկտեյլ, որը որ հնարավոր է ընկերական շրջապատում հեշտ բաղադրիչներով պատրաստել։ Գնացինք։ Առաջարկում եմ ձեզ երկու տարբերակ, մեկը Skinny Beach եւ Gin Tonic։ Առաջնահերթ մեզ հարկավոր է սառույց, եթե չունեք սառույց, սիթիներում ծախում են սառույց։ Gin Tonic-ի համար մեզ հարկավոր է 50 մլ ջին եւ տոնիկ։ Այսօր մենք տոնիկը կօգտագործենք իտալական Ալադին Բալադին տոնիկը, որը որ Ալադինի արտադրանքն է։ Մեր մի թրաշով ընկեր ունենք, անունը չտանք Դավոյ անունը։ Ավելացնում ենք լայմ, որ երկու հատ լայմ, որպեսզի ցիտրուսային համը զգացվի ջինի հետ բալան։ Խնդրեմ, մեզ հարկավոր է 50 մլ ոդկա, շաքարի օշարակ, լիմոնի հյութ։ Հիմա պետք է փորձեք, ասեք, որն է լավը։ Եվ չինոս։ Գազավորված ջուր էլի նկատի ունեմ։ Պրոստը վահանը մեր ընկերն է, դրա համար էլի չինոս եմ ասում։ Հիմա այս երկուսն է կարող եք փորձել որպես դեգուստատոր, կլինի մեր Արամը, որը որ ընդհանրապես չի խմում вообще։ Փորձի, այս խնդրեմ, ջին տոնիկից սկսի։ Skinny Beach-ում ես ուզում։ Всё, տեսար։ Սա շատ համեղ է։ Այո։ Այսպիսով հետևություններ։ Կարող եք ավելի հեշտ էժան բյուջեով Skinny Beach խմել կամ Gin Tonic, դե Gin Tonic-ը կլասիկ է։ Skinny Beach խմեք։ Skinny մեջ մտնում է ոդկա, մտնում է լիմոնի հյութ եւ մտնում է շաքարի օշարակ։ Ավելացրած գազավորված ուղակի ըմպելիք, գազավորված ջուր։ Կա։ Վիդեո երելի։ Վիդեո երելի նկարում էինք էլի։ Ո՞ս կարա երկու հատ կոկտեյլ ասեք էսի։ Լրվացնելու կոկտեյլ է էլի։